Երեխեք ջան, ինչը չեք հասկացել, մի հատ կոնկրետ ասեք, հասկանանք որտեղից սկսենք։ Վիդեո դասը նայել եք, որ մասն էլ անհասկանալի։ Բա դասի ժամանակ, որ ասում եմ հասկանալի է, ասում եք, հետո հենց գալիս է անելու ժամանակ, ոչ մի բան չեք անում, ասում եք, անունը դնում եք, որ հասկանալի չի եղել։ Բա որ մասնա գոնե հասկանալի եղել, այդքան դասից գոնե մի բան հասկանալի եղել է, թե ոչ։ Ես պիտի հասկանամ, եթե իրանք ընդհանրապես ոչ մի բան չեն հասկացել, գոնե հասկանանք ինչ ենք անում։ Ինչը չեք հասկացել, երեխեք ջան, մի հատ ասեք էլ հասկանամ։ Flex-ը չեք հասկացել ընդհանրապես ոնց է իր աշխատանքը, կամ չեք հասկացել ինչ կոմբինացիայով է աշխատում, ինչ պրինցիպով է աշխատում այդ ամեն ինչը, մի հատ որ ասեք, հասկանանք որտեղից սկսենք։ Այդ դասը կարող է 10 անգամ անենք, հե՞։ Դե որ կլոր երեխեք, այս ներքևի, այս կանաչները, թե այստեղ։ Կանաչները Մարիամ ջան, քառակուսիներ են հավասար վիթով ու հեյթով, ու այդ դիվերին տված է բորդեր ռադիուսը 50%։ Չէ՞։ Ոնց ենք մենք ստանում այդ կանաչը։ Բանը, ինչ անունը, կլորությունը։ Հավասար տալիս ենք երկարություն և լայնություն դիվին։ Հետո այդ դիվի վրա դնում ենք սթայլերից բորդեր ռադիուսը 50% ու ստանում ենք կլոր, պատկեր։ Հիմա ստեղ կլորներ արած դիվի մեջ, ու այդ կլորները դրած է flex վռապը, վռապ։ Ճիշտ է, որ այդ բանը անի, տողադարձը։ Իսկ մնացած վերևի դիվերին, ընդամենը դիվի մեջ կան 3 դիվեր, իսկ ծնող դիվին տալիս ենք display-ը flex, իսկ flex direction-ը, Էրիկ flex direction-ը ինչ-որ բան տալիս ենք այս դեպքում, թե չէ։ Եվ որ տվեցինք display-ը flex direction-ը, ինչ-որ բան տալիս ենք, թե չէ այս դեպքում։ Մանե ջան, flex direction-ին ինչի ձեռք չենք տալիս այս պարագայում։ Ինչի համար, մի հատ նորից կասես, չլսել։ Հա, եթե reverse ենք անում, դա okay, flex direction-ը անում ենք, բայց բացի այդ,
Սենց թե ինենց մեր դիվերը իրար տակ էին, չէ ընկնում, առանց display-ը flex տալու, չէ, հետո եթե մենք տալիս ենք, չէ, օրինակ սենց երեխեք, եթե ես անում եմ, մի վարքյան կներեք, եսի բացեմ, եթե ես սրա վրայից հանեմ ես display flex հատկությունը, ու ընդհանրապես այսքան հատկությունները, սենց թե ինենց իմ դիվերը, երեխեք, իրար տակ են, չէ գտնվում, երբ որ ես տալիս եմ display-ը flex, իրանց մոտ ակտիվանում է մի հատ հզոր հատկություն, որի ճնշման ներքո, սենց ասած, այս դիվերը իրար կողքի են վերադասավորվում, հա, այս սկզբնական ժամանակաշրջանում, եթե ես ինսպեկտը բացեմ ու սենց տամ, այս ամեն մի դիվը, այսի մեծ դիվն է, իրա մոտի փոքր դիվերն է, ճիշտ է, ինքը հլը display flex չունի, դրա համար այս դիվը համարվում է բլոկային էլեմենտ, ու ինքը չի թողում, որ իրա կողքը ինչ-որ մեկը գտնվի, կամ ընդհանրապես հայտնվի, ոչ մի պարագայում ինքը չի թողում, որ ինչ-որ էլեմենտ իրա կողքում հայտնվի, քանի որ ինքը բլոկային էլեմենտ լինելով հանդերձ, իրա կողքի ընդհանուր տարածքը ինքը վերցնում է իրա տիրապետության տակ, կապ չունի, որ մենք իրա վիթը տվել ենք այսքան, հա, այս կապույտի չափով, մեր աչքի համար երևալի չափով, կապ չունի դա, ընդհանրապես, ինքը չի թողնում, որ իրա կողքը էլեմենտ հայտնվի, քանի որ ինքը բլոկային է, ինքը ամբողջ բոդի տողի երկարությամբ վերցնում է այդ տարածքը, բայց, երբ որ մենք ծնող էլեմենտը այս պարագայում, այս 4 դիվերի իրա մեջ վերցրած էլեմենտն է, նայեք բացում եմ, էլեմենտս բաժնում, հա, այս աջ պատուհանի էլեմենտս բաժնում, ուրեմն այս աջ պատուհանի էլեմենտս բաժնում, այսա մի վարքյան, բացում եմ իմ կոդերը, հա, div id parent, հիմա որ ես բացեմ, իրա մեջ գրված է առաջի, երկրորդ, երրորդ ու չորրորդ դիվերը, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հիմա այս իմ դիվին, այս իմ դիվը, parent div, տեսեք տակը գրել է, փոքրիկ պատուհանով, 913.64-ը 500-ի վրա է ինքը, height-ը ու width-ն է ներկայացված, հիմա այս 4 էլեմենտը գտնվում են իրա ներսում, ես եթե ուզում եմ, որ այս էլեմենտների հետ ինչ-որ գործողություն անեմ, որ իրանք իրար կողք լինեն, ես պետք է գրեմ, այսինքն միացնեմ display flex-ը flex, նայեք, եթե flex-ը անջատում եմ, իրար տակից է, այսինքն իրանք իրանց այդ հիմնարար, այն ինչ որ իրանք ստեղծման պահից ունեն այդ հատկությունները, հələ որ այդ հատկություններն է իրանց վրա վերցված, երբ որ ես տալիս եմ display-ը flex, էսի ոնց որ սենց ընդունեք, հա, մագիչսկի գործողություն է, սենց ոնց որ կախարդական ինչ-որ բան եմ անում, կարողանում եմ արդեն այն իրա ֆունկցիոնալից դուրս գամ, ու անեմ նենց բաներ, որը որ արդեն անհավանական է մեր համար թվացել, հիմա արդեն հավանական է թվում, ու եթե ես անեմ display flex, իրանք ընկնելու են իրար կողք, ուրեմն, ինչա լինում, երբ որ ինքը display flex է լինում, եթե իմ էկրանի չափերը փոփոխության ենթարկվեն, իմ էլեմենտները կորցնում են իրանց հատկությունները, ի սկզբանե տրված, չէ որ արդեն իմ դիվերը չունեն այն width-ը ու height-ը, որը որ ես իրանց սկզբնական տվել եմ, իմ էլեմենտները էլ այնքան ոնց որ ասած կոպիտ ասած խեղճացված վիճակում են, որ ես կարող եմ իրանց նեղություն տամ, այս ամեն ինչից խուսափելու համար մենք տալիս ենք flex wrap-ը wrap, որը մեզ թույլ է տալիս, որ նման պարագաներում, երբ որ էկրանի չափ է փոխվում կամ էլեմենտի, այսինքն հարկը առաջանա, որ էլեմենտը ավելի շատ փոքրանա, էլեմենտը չի փոքրանում, այլ լինում է տողադարձ, իսկ այդ տողադարձը կազմակերպում է մեր մոտ flex wrap-ը, տեսեք,
իրան փոքրացնում եմ ինքը, երբ որ արդեն հասնում եմ իրան ու փորձում եմ կոպիտ ասած իրան նեղություն տամ, ինքը շատ արագ կատարում է տողադարձ, տեսեք, ընկան իրար տակ, էսի flex wrap-ի շնորհիվ է այս ամեն ինչը տեղի ունենում, էսի flex wrap-ը, ուրեմն, ինչ են իրանցից ներկայացնում, այս երկուսը բացենք, արդեն այս երկուսը մեր տերմինալով էլ բան արեցինք, հա, ինսպեկտով արդեն բացել ենք, դրա համար արդեն պետքա այս ամեն ինչը բացել, հա, այս իրար հետ եմ կոմենտել, ինչի համար են պատասխանատու մեր justify content-ը ու align items-ը, երեխեք ջան, յուրաքանչյուր հարթության մեջ գոյություն ունի մաթեմատիկայից մեր իմացած կորդինատային հարթությունը, ճիշտ է, մեր կորդինատային հարթությունը կազմված է x-երի ու y-ների առանցքից, եթե խոսքը գնում է 2D պատկերի մասին, այսինքն x-երն ու y-ները, հիմա մեր այս ծրագրավորման մեջ ու display flex-ների հետ կապված այդ ամեն ինչը կառավարվում է align items-ի ու justify content-ի միջոցով, ուրեմն justify content-ը պատասխանատու է, եթե տված է display-ը flex, հա, ու չգիտեմ այնտեղ flex wrap կամ wrap-ը տված չի, թեկուզ եւ այդ պարագայում, justify content-ը պատասխանատու է x-երի առանցքի համար, եթե ես տալիս եմ հատկություն, եկեք ստեղ անենք, որ համ գրենք, համ վիզուալը տենց հասկանանք, եթե ես տալիս եմ հատկություն, justify content-ը space between, տեսեք ինչա լինում ինքը x-երի առանցքին հետ է կատարում գործողությունը, հեռավորություն է տալիս, առաջի ու վերջի էլեմենտներին keep կպցնում է համապատասխան առաջի էլեմենտը ձախ պատին, իսկ վերջի էլեմենտը աջ պատին, իսկ մեջտեղի երկու էլեմենտները հավասար հեռավորությունով դասավորեց կենտրոնական մասում, էլեմենտների քանակը մեծանալու դեպքում ու իրանց այդ width-ը, height-ը պահելուց, եթե մենք այդ ամեն ինչը ճիշտ պահենք, ճիշտ պահելուց բացի, եթե դաժե height-ը, width-երը իրանց տարբեր լինի ու height-երը, իրանք դասավորվելու են համապատասխան հեռավորության վրա մեջի կոնտենտը հավասար բաշխելով, այսինքն այս գծերի հեռավորությունը նույնը կլինի, իսկ այդ էլեմենտները, եթե այստեղ մի էլեմենտ էլ ավելացնենք, առաջի ու հինգերորդը կլինեն, 3 հատը կլինեն դասավորված, հա, թե այդ դասավորվածությունը կլինի իրար կպած, եթե իրար կպածից ուզում ենք խուսափել, կունենանք flex wrap, ճիշտ է, նույն այս պարագայում է, քանի որ flex wrap-ը կա, երբ որ ես բերեմ, որ հա, ուզենամ, որ իրանց արդեն width-երը փոխեմ, այնքան փոքրացնեմ իմ էկրանը, տեսեք արդեն գալի կպնում է, կպնելուց հետո, որ իրանց մեջ տարածություն չի մնում արդեն, նայեք արդեն էսի կպավ, այն չտեսանելի մասն էլ է թույլ տալի մի փոքր մոտեցնեմ ու չորրորդը գցում է ներքև, որովհետև արդեն նեղություն եմ տալիս իրան, եթե գամ կանաչին եմ մի քիչ նեղություն տամ, կանաչը գնում է դեպի այս խորության հետ, բայց այս մեջտեղինն էլ է կորում ու վсё, կանաչն էլ է ընկնում ներքև, այսինքն այս պարագայում wrap-ը կաշխատի, բայց քանի որ այս տարածությունը կա ու այս հնարավորությունը, ինքը էլեմենտները առաջի ու վերջի էլեմենտները համապատասխան տեղակայում է աջ ու ձախ, հա, պատերին keep կպած, խոսքը justify content-ի մասին է, ուրեմն այս մեր justify content-ը աջ ու ձախ պատերին է կպցնում համապատասխանաբար առաջի էլեմենտը ձախ, վերջինը աջ պատին, իսկ մեջտեղի էլեմենտները համապատասխան հեռավորություններով դասավորում է իրարից, հա, այս տարածությունները ժողովուրդ ջան, հավասար են, այս սպիտակները լրիվ հավասար են, ինքը սիրուն, սինխրոն դասավորում է այս ամեն ինչը, ուրեմն, հիշում ենք, justify content-ը պատասխանատու է մեր x-երի առանցքների, նայեք այս տարածությունը, justify content-ի արածն է, էսի, եթե ես տամ, տվել եմ
Այսի տվել եմ space between։ Եթե ես space around փոխեմ, ինքը արդեն լրիվ ուրիշ ձև է իրան պահելու։ Այս արժեքների հետ կապված արդեն խոսացել ենք, ճիշտ է։ Ինչ արժեքներ են ընդհանրապես իրանք վերցնում։ Վերցնում է, տեսեք, հիմնական ամենաշատ կիրառելին space between, հետո վերցնում է space round, round-ը ինչ է անում։ Տեսեք, ոչ միայն այս առաջի ու վերջի էլեմենտները չի տանում պատերին կպցնում, հեռավորություն է պահում։ Նույն մեր տնայինի ժամանակ, տեսեք, առաջի ամենավերևի div-ում տված է display-ը flex, border-ը բնականաբար երեխեք ջան տված է, ճիշտ է, border-ը սիրուն տված է, որ ընդգծվի այդ border-ը, height կամ տված է կամ չի տված վերցնում է ast content-ի, իր մեջ գտնվող content-ը այս պարագայում մեր div-երն են։ Height կարայք տայք մի փոքր, որ ավելի, չգիտեմ, լներ սիրուն, եթե կարիքը կա, դա արդեն ընթացքում դա, ես չպիտի որ ձեզ ամեն ինչը ասեմ, անպայման կտակ ասենք, չգիտեմ, 80 պիքսել height, որ դուք սենց անջատված գրեք, height-ը հավասար է 80 պիքսել, տենց չպիտի լինի, դուք նկարը տեսնելով արդեն, այնքան պիտի գիտակցեք, որ այդ ամեն ինչին, այսինքն այս div-ին մի քիչ է height տամ, որպեսզի այս չկպնեն իրար, ոչ թե ֆիքսված ինչ դասին անցել ենք, չէ որ այդ դասին անցել ենք տնային ենք տալիս, ուրեմն այդ տնայինից բխում է նաև նախորդ դասերի անցածները, որ պիտի կիրառենք այդ ամեն ինչը։ Border-ները չեմ հիշում, անցած դասին ենք անցել, թե դրա նախորդ դասին ենք անցել, կամ ես չգիտեմ, div-երի կլոր սարքել է, այդ ամեն ինչը սա սիրուն կազմակերպել էր պետք։ Առաջինում ինչա արած, տված է մի հատ մեծ div, մեջը փոքր div-էր, հա, փոքր 3 հատ div, այս մեծ div-ը երեխեք ջան համարվում է այս 3 փոքր div-ի համար ծնող էլեմենտ, այսի իր երեխեքն են այս փուճուրները, հիմա այս մեծ div-ին տված է display-ը flex, flex վրափը այս պարագայում կարար և չլիներ, բայց առաջին div-ի տված է space justify content-ը space between, որովհետև աջ ու ձախ էլեմենտները գտնվում են համապատասխանաբար ձախ ու աջ պատերին մոտ, իսկ մեր մեջտեղ էլեմենտը գտնվում է ամենակենտրոնում, քանի որ 3 էլեմենտի մասին է այս պարագայում խոսքը։ Երկրորդ div-ում նորից 3 նույն էլեմենտներն են, նորից նույն էլեմենտները կարելի էր copy անել, դնել, որպեսզի այդ պատկերը բերեր, հա, իսկ այդ div-երի կլասները կամ փոխվում, այդ կլասները պրինցիպի չի է փոխվում, կլասը նույն հատկություններն է տված, նույն կլասը կարելի է այդ նույն div-ի վրա նստացնել, իսկ parent div-ին արդեն լրիվ ուրիշ տալ, հա, որովհետև երկրորդի parent div-ը արդեն ուրիշ է։ Հիմա, երբ որ ես տվել եմ space around, երկրորդին է տված է հավանաբար space around, որ այս հեռավորությունը պահած է, կամ պիտի փորձեք, այնպես չի, որ ես տենց սա անգիր գիտեմ, ուղղակի justify content-ը space between-ը շատ եք օգտագործում, գիտեմ, որ այդպես պատերին էր կպցնում, այն է մեջտեղն է սիրուն դասավորում, այդ ամեն ինչը սա պրակտիկայի արդյունք է, ու նենց չի, որ սա ծրագրավորողները հատ-հատ այդ կոդը սիրուն ձեռով գրում են, բայց իմացականը պետք է, որ իմանաս, որ դու այս պարագայում, որ նայես, ասես տեղ justify content-ը օգտագործած է space between, նորմալ է, որ տատանվես, ասես կամ հետո ասենք մի, երբ որ JavaScript-ը անցնենք հիմնականում արդեն խորացված մաթեմատիկական խնդիրներով, զանգվածների հետ գործանենք, string-ների հետ գործանենք, օբյեկտների հետ գործանենք, ֆունկցիաներ անցնենք ու բան, մենք որոշ ժամանակ HTML, CSS-ը մոռանալու ենք։ Հետո որ մենք արդեն գանք արդեն framework-ին անդրադառնանք Angular-ին, մենք արդեն այդ ամեն ինչը նորից պետք է ինչ-որ մի ժամանակով վերհիշենք HTML, CSS-ը։ Հիմա, ասածիս իմաստը նրանում է, որ պարտադիր չի, որ անգիր ու սենց ֆիքսված նստեք ու անգիրի պես ասեք justify content-ը space between-ը անում է սենց, justify content-ը space around-ը անում է սենց։ Դա փորձելու արդյունք, ընդամենը մի տողի գրել ջնջելու արդյունք է։ Անում ես, քո տենց չէր, համապատասխան չէր, ուրեմն justify content-ը փոխի, space around։ Հիմա այս երկրորդը կամ space around-ը, հավանաբար, տեսեք, այս կարա լինի, կամ կարալը չգիտեմ, եթե space early-ին չգիտեմ ինչ էր վերցնում, տենց անգիր չեմ հիշում, հիմա կփորձենք, հասկանանք, են մյուսը իրան ոնց է պահում, հա, space evenly, այս մեկը, ավելի խորքայինը,
Այս քանի որ մեր նկարինը ավելի խորքային է, հավանաբար օգտագործած է space evenly։ Չգիտեմ ինչ եք օգտագործել դուք, բայց ամենայն դեպս նկարը ստացվել է։ Երիկ ջան, կոդերն էլ եք ուղարկում, կոդերը չկա ուղարկած, ես գիտեմ, որ բնականաբար դու գրել ես նես չի, որ ես նկարը բացելու ցույց ես տալիս, տեղ արդեն ռեդաբանից էլ, բրաուզերից էլ երևում է, բայց կոդերն էլ անպայման ուղարկելու եք։ Վրեժն էլ, երիկն է, մնացածն է, Ժողովուրդ ջան, այս տնայինը շատ կարևոր է, այս ֆլեքսների հետ, սրան շատ մեծ կարևորություն եմ ես տալիս, իմ համար շատ կարևոր է, սա կանեք, թե ոչ։ Տեսեք, այս երրորդը ավելի, այս էլեմենտները ավելի ընդունած են, ձախ ու աչերը։ Ուրեմն իրանք, Ժողովուրդ ջան, պետք է այդ justify content-ը հա իրանց հետ այնքան խաղացնեիք, որ մինչև ճիշտ ու իրականը բռնեիք, որ ճիշտ լիներ այս ամեն ինչը։ Երրորդում արդեն անդրադարձանք, հա, background-ը տված, background color-ը տված, հա, կանաչ գույնի, ստեղ, քանի որ իրար տակ են հայտնվել, բնականաբար օգտագործվել է display-ը flex վռապը վռապ, այսինքն թույլատրել ենք, որ լինի, հա, բան, ինչ է անունը, տողադարձ, ու տողադարձի արդյունքում հաջորդ էլեմենտները ընկել են ուղղակի ներքև։ Կլորները այնքան 5 հատ պետք է անեիք ու width-ը տայիք այնքան, որ 3 հատը մնար վերևում, իսկ 4-րդ ու 5-րդը գտնվեին ներքևում։ Տված է իրան ընդամենը border-ին գունավորում է տված։ Ինչ է հաջորդ նկարի մեջ։ Հաջորդ նկարի մեջ, հա, բաներն է օգտագործած։ Ցուցակներն է օգտագործած, մեկ էլ border-ի հատկություններն է օգտագործած։ Title width Arial and 20 pixel, font weight։ Հատ գրած է, ինչ օգտվես, font weight 1700, font size-ը 20 pixel 10, ու բանը font family-ն Arial է տալու։ Ստեղ արդեն գունավորումը կապույտով բանով ստացել եք NTH-ID միջոցով, ստեղ նկարները ընդամենը պետքա դրվեր ու դիվերի մեջ display flex-ով։ Ոնց է կարել էսի։ Երիկ, մի հատ կբացատրես այս ներքևի նկարի հատվածը ոնց ես արել, որ ստացվել է սենց։ Background-ի միջով, չէ՞։ Իսկ ոնց ես արել, որ այդ նկարները իրար կողք են հայտնվել։ Մեկ էլ կլորը եկել է մեջտեղ, ոնց ես արել այդ ամեն ինչը։ Իսկ որ այն դիվերը հայտնվել են իրար կողք։ Արդյոք այս դիվեր, այս ընդհանուր մի հատ դիվով ես արելու վերջ։ Այս դեղին background-ով դիվը, որը իր մեջ պարունակում է այս ծառերով նկարները, մի հատ դիվ ես գրե, մեջը արդեն դիվերով կազմակերպել ես, թե ունեցել ես մի հատ մեծ դիվ, հետո ունեցել ես մի հատ սենց դիվ, որը այս երկուսն է իրար մեջ պարունակում, հետո առանձին ունեցել ես սենց դիվ, որ այս երկուսն է իրար մեջ պարունակում, ունեցել ես դիվ, որ այս կլորն է իր մեջ պարունակում։ Ոնց ես արել։ Իսկ իրանք ունեն իրանց ծնող դիվը։ Չէ, բացի այդ, ամեն երկու հատը էս, որ երևում են, ամեն էս երկու հատը ունեն իրանց ծնող դիվը։
Հասկացա։ Մանե ջան, դու ոնց ես կազմակերպել այդ պահը, կասես։ Բայց ամեն երկու դիվը, որ երևում են, հա, կներես, որ ընդհատեցի, այս երկու դիվերը, որ երևում են, հա, մեջը ծառերի նկար, չէ։ Այդ երկուսը գտնվում են մի հատ ընդհանուր դիվի մեջ, թե ոչ։ Առանձին դիվերի մեջ։ Հա, margin-ներով հեռավորություն ստացել։ Հասկացա։ Երեխեք ջան, այդ ամեն ինչը, լավ, օքեյ, սկզբի համար հələ որ լավ, հա, հələ որ լավ է, բայց հետագայում մենք անցնելու ենք, հետագայում երբ որ արդեն հավաքենք, հա, այդ page-երը, login-ի page ենք հավաքելու եւ այլն եւ այլն։ Կայքերը որ հավաքենք, այդ ամեն ինչը ստրուկտուրան գցելու ենք այնց, որ այդ դիվերն էլ լինեն դիվերի մեջ։ Հա, երբեք չվախենաք դիվերի մեծ քանակ գրելուց։ Կարա մի հատ փոքրիկ տեքստը, հա, ինքը լինի ուղղակի մի հատ դիվի մեջ։ Հիմա, տեսեք, երբ որ ես գրել եմ, այս մի հատ մեծ դիվը գրել եմ, չէ, Ժողովուրդ ջան, դիվը գրել եմ, ID-ն տվել եմ փառան, խոսքի օրինակ, ճիշտ է։ Հետո, ես այս title-ի հատվածը, որ գրելու եմ, այս title-ի հատվածը կգրեմ մի հատ դիվի մեջ, որ այս վերևը կենտրոնական հատվածում, այս քառակուսի հատվածս լինի մի հատ դիվ, որ հետագայում, երբ որ մեկը գա ու այս ձեր այս պատկերին, հա, այս դեղին պատկերին, խոսքս իրան է վերաբերվում, տա մեծ չափ, ձեր գրածը միանգամից չտրակի։ Եթե այս ամեն ինչը դիվերով կազմակերպված չի, ստացել ենք այն ինչ անում ենք, ես ձեզանից շատ գոհ եմ, ովքեր որ գրել են։ Բայց մի հատ շատ մեծ խորհուրդ ձեզ։ Այս ամեն ինչը կազմակերպեք դիվերով։ Ամեն ինչը, որպեսզի հետագայում դա չտրակի։ Հետո, այս երկրորդին ես սենց կանեի ու իմացեք, որ դա է ճիշտը։ Կգա այստեղ մի հատ դիվ կտայի, նոր այս դիվի մեջ կգրեի այս ամեն ինչը։ Հետո, իմ մկնիկով երևում է, չէ՞ ոնց եմ ցույց տալիս։ Այս երկրորդ երկու նկարին, հա, այս ծառերով նկարին, որ կա, կտայի մի հատ մեծ դիվ, այս դիվի մեջ կդնեի այս երկու դիվը, այս երկու դիվին դե պարզա background image-ով կտայի նկարներ ու կդառնար այդ դիվերը նկարներ։ Այստեղ կտայի display flex, այս սրա դիվին, այս դիվին, կտայի display-ը flex, ու flex-ով իրանք կընկնեին իրար կողք։ Հաջորդ այս մյուս հատվածին, հա, նորից այս երկուսին կտայի div, ու այս div-ով կընկնեին իրար կողք։ Բայց քանի որ այս մեկը մենակ է, հա, այս մեկը, որ դաժե այս պահին միայնակ է ու կլոր, այս մեկին էլ ես կտայի div ամենավերջում ու իրան կբերեի կենտրոնական հատված։ Հա, պետք է լիներ display flex-ով։ Կամ եթե display flex-ով է, չէ, գոնե այս կենտրոնը դուք margin-ով եք, չէ, բերել այս հեռավորությունը։ Հա, տեսեք, Ժողովուրդ ջան, այդքան margin տալը, դա ընդհանրապես գիտեք ինչ կլինի, եթե web ծրագրավորման մեջ մենակ margin-ներով անենք։ Այստեղ line items-ը, center-ը, գաղափարը ինչի համար է, որ ինքը բերի կենտրոն, որ ինքը բերի ու կենտրոնացնի այդ ամեն ինչը։ Եկեք այս մի հատի ստրուկտուրան անենք, հա, որ սենց մի հատ լավ տպավորվի այս ամեն ինչը։ Ուրեմն, գնացինք, եկեք մի հատ այդ ամեն ինչը անենք, այս իմ արածը մոռանում ենք, ես էլ ենք մոռանում, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, սրանց ինչեր են, բայց դե, անենք, հիմա, առաջի հերթին, Ժողովուրդ ջան, չեք գրում, երեխեք, նայում եք ուշադիր, ոնց է ստրուկտուրան ամեն ինչը գծվում, այդ գրելու ձեր ժամանակահատվածը
գալիս է այն ժամանակ, երբ որ դասը նայում եք, այդ ժամանակ փորձում եք նույնությամբ գրել։ Սկզբից գրում ենք div id-ն main-ը։ Div-ը id-ն main-ը։ Հետո Էսի ամենամեծ այս div-ի մասին է խոսքը, հա? Այս ամենամեծ div-ի մասին է խոսքը։ Հիմա ինչ պիտի անեմ։ Գալիս եմ, արագի մեջ իրան տալիս եմ բաներ, հա, CSS հատկություններ։ Իրան տալիս եմ background color-ը yellow, չգիտեմ, դեղինի ինչ-որ բանը, երանգ է, կարանք ստանանք RGB-ով։ Background color-ն եմ տալիս, իրան տալիս եմ width, նա մի, չգիտեմ, 200 պիքսել էր մոտավոր, հա, մի 200 պիքսել, ու իրան տալիս եմ height, height-ը ավելի երկար էր, մի 600 պիքսել, ու իրան տված էր border, 1 պիքսել, solid black, հիմա գալիս ենք, հասկանանք ինչ ունենք, չունենք իմ div-ը, հրաշալի, ինչի չունենք, ինչ ID, main, շատ վատնա, հիմա գալիս եմ ստեղից, background color-ը տվեցի, width-ը, height-ը, փոքրացնում եմ, դարձնում եմ 400 պիքսել, width-ն եմ մեծացնում եմ, դարձնում եմ 300 պիքսել, լավ է, որպեսզի իմ աչքին ինքը տեսանելի լինի, երեխեք ջան, գալիս եմ ստեղ, գրում եմ margin left, բայց շատ քիչ, էսի ուղղակի զուտ որ երևա աչքիս, հա, մի 10 պիքսել, շատ լավ է, քանի որ ստեղի գրած իմ կոդը չի պահպանվում, ես այս ամեն ինչը սենց copy եմ անում, ու տանում եմ, դնում եմ իմ ռեդակտորի մեջ, Всё, հիմա որ գամ, փոփոխություն անեմ, ստեղ արդեն սաղ նստել է, իսկ եթե այս ամեն ինչը չտանեի ռեդակտորի մեջ դնեի, ու ստեղի փոփոխությունով բավարարվեի, ինքը չէր պահելու իր հիշողության մեջ, մեկ անգամ անում ես reload ու իմացի ոչ մի բան չես արել, նորից զրոյական պիտի այդ ամեն ինչը անել, հիմա, որպեսզի վերևից էլ բան անի, ուրեմն սենց կանենք, վերևից, ներքևից, 10 պիքսելներով, մի անգամից կտամ իրան margin-ը, կգրեմ, margin, վերումը, գրում եմ 10 պիքսել, այսինքն 4 կողմից թող margin ունենա, որ վերևից էլ կտրված լինի, հա, ինքը, այսքանը հերիքը, հիմա մեր հարգարժան div-ի մեջ, գալիս եմ գրում եմ մի հատ div, իրա կլասը տալիս եմ title, ու իրա մեջ գրում եմ text, դա կլինի h1-ով, դա կլինի երևի span-ով է գրած ավելի մեծ հավանականությամբ, չգիտեմ, ստեղ ինչ էր տված, title with Arial and 20 pixel font 700, ինչ-որ չգիտեմ, կարճ բան, ինչ-որ մի հատ սենց բան է գրած, այդ դրան ուշադրություն չեմ է դարձնում, գալիս եմ ժողովուրդ ջան, տալիս եմ, կլաս եմ տվել, ուրեմն պետքա կետով կպնեմ, տալիս եմ title, title-ի մեջի span-ին, քանի որ ինքը այս պարագայում, այս իմ խնդրի պարագայում լինելու է միակն ու անկրկնելին, իմ span-ը, էլ չեմ ունենալու span, դրա համար ինձ թույլ եմ տալի նման բան անեմ, հա, իմ span-ին տալիս եմ, ինչ է տված, font family-ին, չէ, font size-ը տված է, font size-ը տված է 20
պիքսել, ամենայն հավանականությամբ, քանի որ տենց է գրած էր։ 20 Arial-ը 20 պիքսել, 700 font weight, title Arial, 20 պիքսել, գալիս եմ գրում եմ font family, font family-ին գրում եմ Arial, հետո գալիս եմ գրում եմ font weight-ը, եթե բան մոռանամ, երեխեք ջան, ասեք, հա, ու ինքը սև գունավորման բեր, գրեցի, հիմա իրան պետքա բերեմ կենտրոն, այսինքն իմ title-ին, span-ին չէ, ժող, title-ին, չէ, տալու եմ line items-ը center, հասկանանք, աշխատի թե չի աշխատի, չաշխատեց, diva class-ը title, ուստեղ ինչ որ պետքա, display flex եմ տալիս իրան, line items-ը տալիս եմ center, justify content-ը տալիս եմ center, կարամ line items-ն է ոնց որ ես պարագայում հանեմ մեջից, որը որ արդեն անհրաժեշտ չի, ուղղակի հանում, հա, justify content-ով բերեց արդեն ինքը, line items-ը այս պարագայում պետք չէր, քանի դեռ իմ title-ին ես չեմ տվել որոշակի վիթ, ու ինքը չունի բարձրություն, եթե չունի բարձրություն, այդ բարձրության հետ համատեղ ինքը իմաստ չունի, որ այտենց բան անենք, title-ին նաև տալիս ենք padding, որպեսզի սիրուն լինի, հա, այդ ամեն ինչը, padding ենք տալի 20 պիքսելի չափով, որ ինչ-որ վերնագրային հատվածի ձև ունենա, գրեցինք, կապ չունի, տեքստը կարամ մեծ լինի, փոքր լինի, կարամ պիքսելները մեծացնեմ, փոքրացնեմ, բայց այս պարագայում ինքը տենց էր տվել, տենց եմ գրում, կարող է span չէր, կարող է h1 էր, ու սենց, հա, կարող է չէի ուզում 20 պիքսել լիներ, font size-ը փոխում եմ, հա, սարքում եմ 27 պիքսել, որ մի քիչ մեծանա, էսի ըստ ճաշակի արդեն ու ըստ font size-ը 27 պիքսելը ոչի բան չփոխեց, font weight-ից կախված երևի, մի րոպե, մի հատ բան հասկանանք, ուր է font size-ը մեր, չի վերցրել, main-ն է այսի, մեզ main-ը պետք չի, մեզ պետք է title-ը, սեզ չի տալիս, քանի որ ինքը լեզվաընտանիքի, Arial, երբ որ լեզվաընտանիքը տալիս ենք ժողովուրդ, ստեղ ինքը արդեն լրիվ անտեսում է այդ ամեն ինչը, հիմա սա առանձին գտնվում է մի հատ div-ի մեջ, նայեք այս div-ի մեջ է գտնվում, title-ն է, էսի իրա padding-ներով, բանով առանձնացել է արդեն, ու սենց սիրուն վերնագրային որպես հատված, ընդունել է, իմ ընդհանուր main-ին էլ եմ տալիս, padding, որպեսզի, այս հեռավորությունը պահեմ, այսինքն ինքը պատերին կպած չլինի, մի վայրկյան, բա որ ես տալիս եմ զադանյա, երեխեք ջան, ես եմ զադանյան, հա, margin, padding, հա, էսա, տեսեք ես հեռավորությունը սինխրոն է, այսինքն, ես մեր հարգարժան ընկերոջը, մի հատ է padding-ա տված, այսինքն իմ main-ին ես տալիս եմ padding, 15 պիքսելի չափ, 4 կողմերից padding-ա տված, նայեք երեխեք, 4 կողմերից ինքը հեռավորություն ունի պատերից, այսինքն իրա մեջի գրվածները 4 կողմերից հեռավորություն ունեն սիրուն, հիմա,
Հասկանանք, մեր մոտ էլ այտենց ստացվեց։ Ավելի լավ։ Okay, տեսեք, padding-ը ձևավորվա։ Դեղինի վրա կանաչը դե նման ֆոնով է երևում։ Հիմա հաջորդ գործառույթը ինչը որ ես պետք է անեմ, գալիս եմ այս div-ից դուրս, քանի որ ես այս title-ի div-ի հետ կապ չունեմ։ Վերևը ժողովուրդ, հա, պատկերացրեք, ես որ div գրեցի, դրեցի կանոնով գծեցի, այդ գծից վերև էլ գործ չունեմ։ Հիմա հաջորդ իմ ուղղանկյունն եմ գծում իմ մեծ ուղղանկյան մեջ։ Գրում եմ div սրա կլասը տալիս եմ առաջին, որպեսզի պատմի իմ արածի մասին, հա, առաջին զույգ նկարներ։ Այս առաջի զույգ նկարներն է։ Իր այս մեծ div-ն է, որի մեջ կա փոքր երկու հատ div։ Առաջի div-ը ու երկրորդ div-ը։ Իրեն տալիս եմ կլաս առաջին նկար, առաջի զույգի առաջին, կամ սենց եմ գրում, առաջին, երկրորդն էլ, սենց եկեք անեմ էլի, որ ես անիմաստ նորից այդ քանը չգրեմ, առաջի զույգի երկրորդ, հիմա առաջի զույգի նկարներին գալիս եմ ստեղ, տալիս եմ, որ ինգերես քո դիսպլեյը flex է, քո դիսպլեյը flex է, width-դ 100% է, 100%, այսինքն ինքը այդ 100%-ը իրա width-ի վերցնելու է իրա ծնողից, այսինքն 100% իրա ծնողի չափով է, բայց այդ բաները հաշվի առած, հա, հետագայում կհասկանաք լավ պիքսելներով, եթե պետք լինի, կամ width-ը կտանք համապատասխան իրա այս, նայած ինքը իրան ոնց կպայի, հելը սկզբնական սենց դնենք, display-ը flex-ա, width-ը 100% է, ու ստեղ ինչա տված, որ տվածա, եկեք ես երկուսը փակենք, աչ ու ձախ պատերին է կպած, եթե կպածով սիրուն չլնի կփոխենք, display flex-ը, justify content-ը, տվածա space between, ուրեմն, էսի իրա նկարների մասով, ուրեմն առաջի զույգի առաջինին տվածա քանի որ ինքը կլաս է, իրան պետք է կետով դիմել, տալիս ենք width, ավելի շատ քառակուսի են, height-ն էլ 50 պիքսել, ուղղանկյուն կլեն, background image-ը, URL, ու տալիս եմ image-ի մեջի աշնան նկարը, հասկանանք ինչ բաց թողումներ ունենք ստեղ, հիմա պիտի տամ background image եմ տվել, ճիշտ է, ոնց անեմ, որ իրա չափերը ճիշտ վերցնի նկարը, ով կասի,
Ոչ մենք։ Background size-ը cover, ճիշտ է, ու background repeat and no repeat, ու վերջ, բայց պետք է մեծացնել, մի 150, width-ը 150, height-ը 100, լավ է, հիմա կգնանք երկրորդին, Քանի որ այս ամեն ինչը ինքը վերցնելու, բայց մեզ ուղղակի այս տարբերակելու համար, լավ, ստեղ ուրեմն սենց կանենք, առաջի զույգի նկար կգրենք, կլասը, երեխեք, տեսեք, ես ընթացքում եմ այս որոշումները կայացնում, հենց սկզբից չեմ ասում, որ սենց պիտի լինի, ընթացքում հասկանում եմ, որ անիմաստ կոդի կրկնություն ինձ պետք չէր, դրա համար ես մի կլասով այս ամեն ինչը կազմակերպում եմ, երկրորդ նկարն էլ հայտնվեց, իսկ ստեղ կդնեմ 120 պիքսել, կոմպանջացումա, մի վարկը ներեք, ուրեմն, դրեցինք 120 պիքսելի չափով, ճիշտ է, սիրուն հեռավորությունը հասկանալի եղավ, 120, իսկ եթե փոխենք, 130, մի քիչ մեծացնենք, լավ է, չէ, հիմա կտամ երկրորդ տիվի, տեսեք, երեխեք, այս կլասի կրկնությունը մեզ բերեց նրան, որ անիմաստ էր, այս ամեն ինչը նորից կրկնել ու կրկնելը, հիմա երկրորդում էլ դա կհամոզվենք, գալիս եմ ես իմ երկրորդ տիվից հետո, նկարների պազիցիայով երկրորդ տիվից հետո, գրում եմ արդեն երկրորդ տիվը, Հիմա որ նույնը նույնությամբ կրկնեմ ներքևում ինչ կլինի, ուղղակի որ ես կամ այս առաջին զույգի նկարներ, սրան տամ երկրորդ զույգի նկարներ, զույգ նկարներ տողրինի, ուրեմն այս երկրորդ զույգի նկարներին ուղղակի մի հատ ուրիշ բան եմ տալու, ուրիշ բան չեմ տալու, հալպեցի, հետ չեմ փոխի, առաջի զույգ նկարներ կլինի, եկեք զույգի գրեմ, էլի ներողամիտ, զույգի նկարներ, ու ստեղ կփոխենք, հիմա ինչ եմ տալիս իրան, որ այս կպածի հարցն է լուծեմ ու պրծնեմ, էլ անիմաստ այդքան կլաս չգրեմ, ինչ անեմ, որ սրանք իրարից հեռավորություն վերցնեմ, այս հեռավորությունը, իրականում կա գապ, որը կարամ այս գապը տամ, այդ գապի մասով չեմ հիշում, անցել ենք թե չէ, անցել ենք գապը, էլեմենտների միջև ընկած այդ հեռավորությունը, ուրեմն գալիս ենք, մեր այս բանին ենք տալիս, main-ին որ տանք գապ, ու գապը տանք 10 պիքսել, մի հատ հասկանանք, ընդունի, թե չի ընդունի, ուրիշ ձև ընդունեց, լավ չընդունեց, լավ, ոքեյ, լավ ես գապի գաղափարի մասին հլը կանցնենք, ընդհանուր էլեմենտի մասով, ուրեմն կգանք
Առաջի զույգի նկարներին քանի որ սենց ենք արել, սրա մեջ կգրեմ margin bottom 15 pixel։ Բոլորը իրանց ներքևից ունենան margin։ Այսինքն, կեկեսի հանեմ, պարզ է, ժողովուրդ, margin bottom եմ տալիս, որ այս հեռավորությունը պահպանվի։ Տեսեք ինչ կարճ կոդով, ընդամենը այսքան, հա, ու օգտագործելով div-եր, ու ընդամենը այսքան, հա, այսքանով, ու այսքան style-ով, այսքան, ստացանք մեր համայրա ընդհանուր այդ բանը, հա, տնային աշխատանքի պատկերը, բայց հիմա եկեք այդ կլորի հարցն լուծենք, main-ի մեջ, բայց այս հաջորդ div-ից էլ դուրս ես գրում եմ մի հատ div, այս div-ին տալիս եմ class-ը, մի րոպե, այս div-ին էլ կտամ նույն հատկությունները, այս սրա լրիվ նույն հատկությունները կտամ, չէ, այս մեկը չի կարա կրկնվի, քանի որ այս մեկին տանելու ենք կենտրոն, իսկ ստեղ մենք տարել ենք կենտրոն, չէ, space between, ստեղ արդեն չի կարա կրկնվի, ինչքան էլ շատ ուզենամ, circle նկար, կգրեմ երորդ, նկար, իրա կլասը կդնեմ, իրա մեջ էլ կդնեմ մի հատ div, որի կլասը կլինի circle, հա, կլորը ինքը, հիմա, այս մեր երորդ նկարին, ուրեմն երորդ նկարին կտամ ես, ուրեմն bottom-ը նրանից աշխատում ակ տալիս եմ display-ը flex, ճիշտ է, display-ը flex եմ տալիս, իրան տալիս եմ width-ը, ինչ-որ, չգիտեմ, 100 pixel, հետո կհասկանանք, height-ը 100 pixel, իրան տալիս եմ border radius-ը 50%, ու իրան տալիս եմ justify content-ը center, ինչ հա իրանը, հա, background image էլ ենք տալիս, ճիշտ է, background image-ը տալիս ենք, URL-ով, տալիս եմ image-ի մեջի, ենք տալիս, հետո տալիս ենք background, repeat-ը, no repeat, background size-ն էլ տալիս ենք cover, is background width-ը, թե background կար, չկար, ճիշտ է, հիմա հասկանանք ուր հայտնվեց մեր ընկերը, չկա, հա դե մալադեց, խի չկա նկար երեխեք, հա, նկարը սխի չկա, ով կասի, ինչ է,
Չէ, այս բaragային որտեղ պետք չի մնում։ Չէ, խի չկա, այստեղ կլասերի հետ կապված բաց կա հլը։ Այս իմ ինդեքսի, այս ամեն ինչը սիրքելի մեջ էի գրելու, չէ։ Այսքանը, այս բիթը հեյթը, այս border radius-ը, այսքանն եմ կտրում հանում, հետո դնում եմ background image-ը, background repeat-ը, այս սրանք, տանում եմ սաղ, դնում եմ circle-ի մեջ, display flex-ը justify content-ը մնում է իրա մասով, ու ստեղից էլ, բացի էդ, իրան տալիս ենք, զույգի նկար, բիթը 100%, հիմա կհայտնվի, չէ մեր նկարիքը, հիմա line height justify content center, line items center, հիմա կգնա մեր ընկերը կենտրոն, չի համար մեր նկարը չգնաց կենտրոն, երորդ նակր եմ գրել, հա երորդ նակր գրել եմ, այս էլ եկավ կենտրոն, պարզ էր ամեն ինչ, երեխեք ջան, ոնց առանց մարջինի ու բանի, սենց սիրուն, եկավ կենտրոն, դիսպլեյներով սիրուն, էսեք էս էր ընդամենը, հա ինչ-որ բորդր ա տված, հա կապույտ գույն, ոքի, բորդրն է կարանք, ինչ ենք անում, գալիս ենք ստեղ ընդամենը, էս մեր ընկերոջը ասում ենք, քո բորդրը 2 պիքսել ա, solid ա ու blue ա, չէ, շատ դժվար բան չի ուզում եզանից, ես էլ կապտեց, չափերն էլ կարամ մեծացնել, փոքրացնել, ոնց ուզեմ, 120, ես էլ 120, այս հեռավորություններն ա, այս մեջտեղի, այս ներքևի դեղին է մեր margin bottom-ն ա, որը որ այդ հեռավորությունները պահում ա, երեխեք ջան, պարզ էր, ոնց էր սա արվում, Մանե ջան, Էրիկ ջան, ամեն ինչը շատ լավ արել էիք, ապրեք, ուղղակի այդ ամեն ինչը բաներով, հա մենակ, չանունը, ֆլեքսներով, այս օրինակ այս կլորին զուտ բան տալը, ինչ անունը, margin left տալ, այնքան, որ ինքը գա կենտրոնական հատված, իտո մենք այդ կենտրոնական հատվածը այդքան էլ ճշգրիտ չենք կարա որոշենք, ինչքան որ justify content-ը հաշվի է առնում, տեսեք, մեր բոլոր փադիգները, հա, այդ մարջինները, ամեն ինչը ու ճշգրիտ բերում կենտրոնում դնում է, այսի ճշգրիտ կենտրոնը, որտեղ որ բերի ինքը դրել է, հա, անքննելի է այս մասը, պրոստը անքննելի, ինքը 100%-անոց բերում է կենտրոնական հատվածում դնում է, դետալ առ դետալ, թեկուզ և աշկի համար նկատելի լինի, որ գիտեք ինչ կա, ինքը այդքան էլ կենտրոնական հատվածում չի, չնայած հիմա իդեալական կենտրոնում է, բայց ինչքան էլ տենց լինի, ինքը պալյուբոմու բերում է իսկական կենտրոնն է, դնում էլ եմ ասում, հաշվի առնելով կողքի տրված փադինգները, մյուս CSS թայլերը։ Երեխեք, կլասների չկրկնողության հետ կապված եմ ուզում խոսամ, տեսեք, ինչ արեցինք, քանի որ այս կլասը, հա, այսքան կոդը, անընդհատ պետքա 4 նկարի համար օգտագործեի, այս 4 նկարի համար, հա, այս առաջի նկար, երկրորդ նկար, երորդ, չորորդ,
այս նկարների համար, որ 4-ի համար է, այսինքն այս կոդը, եթե ես այս ամեն մի կլասը չտանեի սաղին տայ, այս 4 կոդը սենց կոպի էի անելու, բեր է իրար տակից, դնեի 1, 2, 3, 4 անգամ, անիմաստ կոդի կրկնությունա, կոդի կրկնությունից խուսափելու համար, եթե զգում ենք ընթացքում գրելուց, զգում ենք, որ կրկնվող կոդ պետք է լինի, ընդհանուր այդ ամեն ինչը ներառում ենք մի կլասի մեջ։ Լավ, պարզ էր երեխեք հիմա, տնայինը, պարզ էր, են մեկը հեչ մի բան, հա, են տիհաց չայդեք, չէ օգտագործը, ժողորդ են մի հատը, որ արել եք, այս կապույտ, մապույտ գունավորումները, որ արվել է, այս սրա վերևի, չէ, եսի են տիհաց չայդով օգտագործվել, եսի բորդրն անդամենը տվե, background color-ը տված ու վերջ, ստեղ ոչ մի բան չկա, այս մեկը div է ժողովուրդ, սրա մեջ գրած է, հա, div, սրա վերևի մասում մնում, եսի div է, այս title-ի մասը, եսի մեկ ուրիշ div է, այս ընդհանուրին նորից padding-ը տված այս հեռավորությունը պահելու համար, ում իրան կենտրոնական հատվածը տված, կամ կենտրոնական հատվածը տված իրան, ու սինուն ցուցակա մեջը գրած, եսի ինչ ցուցակա, ով կարա ասի, ու էլը որնա, այո, չհամակարգված ցուցակն է, իսկ ու էլը մեր համակարգված ցուցակն է, հարցեր կա էլի ֆլեքսների հետ կապված երեխեք, քանի իրար հետ եք, են ամենա չքաշվողը ասում է, ով որ չի տենց հարցերում կաշկանդվում, ասում է, որ հարց ունենք, որովհետև թեկուզ կարա ասի, որովհետև չգիտեմ, X աշակերտը այս մասը ոնց որ էլի չի հասկացել, ես տենում եմ, որ չի հասկացել ինքը, կա տենց բան, թե հաջորդ մինչև չորեքշաբթի օրը սա տնայինները ուղարկելու եք, բոլորը ուղարկելու են տնայինները, այս էլ հետ է արած, այս էլ ենք անում, անպայման այս մի հատը, այս դեղինն էլ, ես հեսա կոդերը ջնջեմ, սիրում ստեղից, որ վիդեո դասը նայեք ու վիդեո դասի մեջով օգտվելով այս մի հատ տնայինը անեք, են մյուսն էլ արդեն սրանից օրինակներ վերցնելով ու այդ ամեն ինչը կազմակերպելով։ Всё, դե որ պարզա, շատ ավելի լավ պարզա։ Հիմա անցնենք նոր թեմա։ Հեսա մի հատ մեկնիկի հետ կապված կանը։ Փոխեմ ես։ Այլ։ Արա մի կողքից։ Այս ոչը։ Երեխեք ջան, այսօրվա մեր նոր դասի թեման է input-ներ, button, input-ի տեսակները, text area ու այդ ամեն ինչը։ Հերթականությամբ անելով գնանք այդ ամեն ինչը։ Ինչ են իրանցից ներկայացնում մեր արգաժան input-ները։ Սպասեք մի Հիմա ոնց է աշխատում։ Ուրեմն ինչա իրանից ներկայացնում մեր input-ները։ Գնում ենք մեր ծեծված թեման Facebook-ը։ Ուրեմն սրանք input-ներ են ժողովուրդ ջան։ Հա, այս սրանք սա input-ներ են։ Այս մյուսը button-ը։ Եթե ես գնամ
հա, ինչ-որ զաբիլի պարոլ, ստեղ նոր բան չկա, այս երկուսն էլ է input, սրանք input-ներ են, ուրեմն սա A tag-ա, իսկ ստեղ եթե ես создать новый account անեմ, լրիվ կբերի, ուրեմն, սրանք input-ներ են, արտադիր դաշտեր են, տեսեք կարմիր գունավորում ստացավ, այս մյուսը select-ա, այս էլ է select, այս ամեն ինչի հետ այսօր անցնելու ենք, սա ռադիո է, տեսեք մի կլորը նշում եմ, ինքը մի հատ է թողում նշեմ, չէ որ սեռը մի հատ է լինում, ստեղ սիրուն դրված է, երևի մի հատ է, ավելի ճիշտ լինի, գիտեմ շատ է բառնով է, բայց մենք գիտենք, որ մի հատ է լինում ու վերջ, հա, որ այսինքն կամ տղա է գրանցվողը, կամ աղջիկա ու վերջ, այս custom-ը չգիտեմ թե են դրել, mobile number, սրանք էլ են input-ներ ու սա button-ը գեղեցիկ, այս ամեն ինչը ոնց է կազմակերպվում ու իրանց կոդերը ոնց է գրվում, ինչ թեգերի միջոցով է գրվում այս ամեն ինչը, ուրեմն գալիս ենք index.html body-ի մեջ, սիրուն, այ հիմա բոլորս իրար հետ փորձելով գնում ենք, բոլորս հիմա գրում ենք, համ գրում ենք, համ փորձում ենք, գոյություն ունի մեր հարգարժան input ատրիբուտը, գրում ենք input, ստեղ input tag-ը ներողություն, input tag-ի մեջ գոյություն ունի type ատրիբուտ, type-ը մեր համար տարբեր է լինելու, առաջինը, որի հետ կծանոթանանք, դա սովորական մեր տեքստն է, հա, ու ինքը փակվում է, ինքը փակվող բացվող չի, ինքը միայն սենց իրան մեջ ներառական մի հատ սենց simple բան է, ինչ անում, tag-ա, input tag-ա, որը իրա մեջ հələ որ մենք ծանոթանում ենք type ատրիբուտի հետ, type ատրիբուտից բացի ինքը ուրիշ ատրիբուտներ էլ ունի, որոնք իրանց շատ օգնում են, ու դրա մասով արդեն մենք կանցնենք, հիմա այս դասին ենք անցնելու էլի հետագայում չէ, հիմա գնում ենք հասկանանք ինչա իրանից ներկայացնում այդ input-ը, ուրեմն բերել եմ մի հատ, սենց հատված, երբ որ ես մկնիկը դնում եմ իրա մեջ, կլիկ եմ անում, երբ որ կլիկ արեցի, ու տեսեք, ստեղ թարթում է, ճիշտ է, ինքը սպասում է, որ իրա մեջ տեքստ գրեմ, այս ամեն ինչը կոչվում է focus, այսինքն ոնց է գովերի հատկությունը, եթե ես տամ input-ի համար focus-ը, արդեն այդ նույն հատկությունները, CSS style-ի հատկություններ սիրուն ձեռք կբերի, հա, ան որ focus-ի ժամանակ, օրինակ, քո border-ը թող կապույտ գծեր ունենա, քո border-ի գծերի գույնը թող լինի կապույտ, ուրեմն սա մեր սովորական input-ն է, որի մեջ գրվում է տեքստ, ու տեսեք, ինքը սենց գնում է, ինչ-որ սահմանափակում չունի, անընդհատ կարաս գրես, Էսի սովորական մեր input-ն է, որտեղ ինքը ընդունում է տեքստային, հա, value, տեքստային value։ Հաջորդ մեր input-ը, դա մեր password-ի համար նախատեսված input-ն է, որի type-ը հենց ինքը password-ն է։ Password։ Ուրեմն ինչով է ինքը տարբերվում մեր սովորական input-ից, որի type-ը տեքստ էր։ Գնանք, համ գրենք, համ էլ հասկանանք, հայտնվում է երկրորդ input-ը, որի մեջ գրելով ինչ-որ տեքստային կամ թվային արժեքներ, ինքը ուղղակի ցույց չի տալիս, հա, սովորական մեր իմացած password-ն է, չէ, որ գրում ենք ու ինքը ռաշիֆրովկա եղած է, ինքը ցույց չի տալիս։ Հետո հետագայում, ժողովուրդ ջան, կա լոգիկա, որը ստեղ դնում ենք աչքի կնոպկան, ու երբ որ մենք սեղմում ենք, այս ամեն ինչը բացվում է, այսինքն show է լինում ու ցույց է տալիս մեզ։ Չէ որ եթե մենք բանի ժամանակ էլ ստեղ էլ որ գրում ենք password-ը, ինքը այս parole-ի հատվածը, չգիտեմ, տեսեք փակում է, բայց ստեղ դրված է մի հատ աչք։ Երբ որ ես սրան սեղմում եմ, այս իմ գրածը բացում ու ցույց է տալիս, ճիշտ է։ Էսի դրված է input, ու այս մեր input-ներին, հիմա կասեք ոնց է իրանց input-ները սենց սիրուն է, կամ չգիտեմ, մեծ չափերի է, բայց այս մեր նոր գրած input-ները սենց փոքր են ու նորմալ տեսք չունեն։
որովհետև մենք իրան հələ ոչ մի style չենք տվել, որովհետև մենք իր հետ ոչ մի աշխատանք չենք արել, տեսեք սովորական input-ա, երբ որ ես իրան տալիս եմ, երբ որ ինքը արդեն գտնվում է, հա, բանի ժամանակ, ֆոկուսի ժամանակ, այսինքն ֆոկուսը այն ժամանակ է, երբ որ մենք մկնիկով կլիկ ենք արել այդ input-ի մեջ, այդ պահը կոչվում է ֆոկուս։ Ֆոկուսի ժամանակ տրված է, որ իր border-ը ստանա կապույտ գունավորում։ Ուրեմն գնացինք։ Ունենք արդեն երկու input, որտեղ մեկի type-ը text-ը, որը կարող ենք սովորական text գրենք, իսկ մյուսի type-ը password-ը, այսինքն parole-ն է, ինչ որ գրում ենք, մնացածի համար տեսանելի չի, նույնիսկ գրողի համար, քանի դեռ աչքի այդ բանը փակ է։ Իսկ դա դնելու համար հետագայում ենք այդ ամեն ինչը կազմակերպելու։ Հաջորդ input-ը, input, որի type-ը number-ը թվային արժեքների հետ գործ ունի, հա, այս մեր input-ը, չի ասի, որ այդքան շատ կիրառելիություն ունի, բայց երբ որ մենք ուզում ենք իր մեջ թիվ գրենք, մենք ստեղ կարանք վերև ու ներքև, հա, սլակների միջոցով այդ ամեն ինչը կառավարենք։ Ու ստեղ բացի դա էլ կարանք մենք է թիվ գրենք, բայց հետագայում արդեն ինքը մեկ քայլով գնում է։ Ուրեմն ինչ հետաքրքիր ատրիբուտ ունի մեր input type-ը, որ input-ը, որի type-ը number-ը։ Բացի իր type ատրիբուտից շատ կիրառելի է step-ը։ Հա, step-ը հավասար է 20։ Այսինքն step-ը նշանակում է քայլ։ Քայլը հավասար է 20-ի։ Մեր քայլը արդեն սկսում է 20-ից։ Երբ որ ես տեղ գրեմ, հա, 1 ու արդեն քայլ այս ամեն ինչը փոխեմ, ինքը փոխելու էր 20-ից, հասկացա։ Input type, step-ը հավասար է 20։ Type-ը number-ը, step-ը հավասար է 20։ Հա, տեսեք, զրոյական վիճակից։ Մինուս էլ է իշտում։ 0, 20, 40, 60, 80, 100 ու ինքը ամեն մի քայլը 20-ից է։ Հաջորդ input-ը մեր ժամանակների օրվա ու բանի հետ կապված է, input-ը, որի type-ը date-ը։ Այս մեր input date-ը իրանից ներկայացնում է մի հատ input, որը կալենդար է։ Այս կալենդարով մենք կարանք ընտրենք օրը, ամիսը ու տարին։ Ամիսը, օրը, տարին ֆորմատով է այս անգամ բերում։ Բայց կարանք փոփոխենք նաև, որ գնենք օրը, հա, ամիսը ու տարին։ Հիմնականում իր ոնց որ by default ձևը սենց է, որ ինքը պետք է բերի ուրեմն ամիսը, օրը ու նոր տարին ու կալենդարը ինքը, հա, մեր իմացած կալենդարը։ Հաջորդ մեր input-ը, իր type-ը date time local, այսա, date time local-ն, հա, ուրեմն date time local-ը իրանից ներկայացնում է տվյալ ժամի օրն է բերում, բացի օրից, պլյուս ավելանում է ժամը։ ԱՄՆ PM-ը գիտեք, չէ ինչ էր նա ժողովուրդ։ AM ու PM-ը։ Ցերեկ ու գիշեր։ Okay, այսի բերում է, նշում ենք 05:23, ստեղով է ժամն ենք նշում, հա։ AM PM։ Նշում ենք ժամը ու այս մեր սիրուն բանն էլ ամենում, հա, input-ներ։ Շատ կիրառելի են այս երկուսներ, շատ կիրառելի են, որ դնում ենք, հա, կալենդարները։ Ու պլյուս սրան ժամայինների հետ կապված կա գոյություն ունի մի հատ input, որի type-ը հավասար է time։ Սա էլ ցույց է տալի բնականաբար
ժամանակը։ Այս է մեր ժամանակը ցույց տալիս։ Առանձին, հա։ Այս մեկը ցույց է տալիս ամիսը, օրը, տարին, այս մյուսը ցույց է տալիս ամիսը, օրը, տարին պլյուս ժամանակը միասին, այս մեկը առանձին է ցույց տալիս ժամանակը, այս մեկը առանձին է ցույց տալիս օրը, ամիսը, տարին։ Այս մեկը միասնական է, ոնց որ երկուսի միասնական տարբերակ։ Հաջորդը ժողովուրդ ջան, input-ի end type-ն է, որը մեզ հնարավորություն է տալիս ինչ-որ մի բան ընտրելու, հա, հետի մեր իմացած չկա, search-ն է։ Input-ի search-ը ինքը շատ լավ գործիք, հա, ու տեսեք ինչ հնարավորություն ունի։ Եթե ես ինչ-որ մի բան post եմ տալիս, հա, աջ կողմում միանգամից հայտնվում է x-ը, որը ինձ հնարավորություն է տալիս ընդհանուր վերցրած դատարկել input-ի value-ն։ Այսինքն այս սրա պես չի, հա, որ սենց գրում եմ, կամ սենց եմ ջնջում, կամ գրում եմ ընդհանուր, նշում եմ, ջնջում եմ։ Երբ որ ես search-ի input-ի մեջ, որի type-ը search է, երբ որ ես գրում եմ, հնարավորություն է տալիս ինձ աջ կողմում գտնվող x-ի միջոցով դատարկել ընդհանուր input-ի value։ Իրա մեջ ընդհանուր մեկ սիմվոլ գրելու դեպքում միանգամից հայտնվում է այդ x-ը։ Հաջորդ մեր input-ի տեսակը մեր հանրահայտ իմացած check box-ն է։ Check box-ը։ Ինչ է իրանից ներկայացնում մեր check box-ը, որ մենք շատ հաճախ համաձայնվում ենք դնելով դիշկա, չգիտեմ, ընտրություններին գնալով դնում ենք, հա, տեսեք, այդ դիշկեն է, որը դնում ես ու հանում ես։ Շատ հանգիստ։ Երբ որ ինչ-որ կայքի մեջ ես գրանցում, ընդեղ համաձայնությունն է քո հարցնում, հա, դու արդյոք համաձայն ես, որ ես մեր դրած կանոնակարգին եւ այլն, դու նշելով սա քո համաձայնությունն ես տալիս։ Այս մեր input-ն է, հաջորդ input-ը, որ Facebook-ի մեջ էլ օգտագործվում էր, իր type-ը ժողովուրդ ջան ռադիոյ է։ Որն է տարբերությունը checkbox-ի ու ռադիոյի։ Եթե ռադիոն ես նշում եմ մի անգամ, ես իրան այդ չեմ կարող անջատել, հա, տեսեք, այդ չեմ կարող անջատել։ Ինքը անջատվում է միայն, եթե ես edge-ը reload եմ անում։ Այսինքն ինքը իր անջատումը տենց է հասկանում, բայց կա տարբերակ, որ բացի այդ reload-ից, նենց անենք, որ մի քանի ռադիո, ասենք 2 ռադիո ունենք, հա, 2 ռադիո input ունեմ, ու ցանկանում եմ, որ այս մեկի սխմելուց հետո, երբ որ այս մեկը սխմում եմ, այս հաջորդը դատարկ է, դեռ ինքը ակտիվ չի, այսինքն կապույտ գունավորում չի ստացել, այդ պարագայում, երբ որ ես սեղմեմ երկրորդը, առաջին իր հատկությունը կորցնի, այդ ամեն ինչը այսօր անելու ենք ու այսօր այդ ամեն ինչը օգտագործելու ենք։ Ուրեմն, բացի այդ ամեն ինչից, երեխեք ջան, ուզում եմ խոսանք մի հատ tag-ի մասին, որը մեզ հնարավորություն է տալիս մեծ տեքստեր իր մեջ գրելու, հա, ու այդ տեքստերի հետ կապված որոշակի աշխատանքներ անելու ու ինքը մեծ տարածք է իրանից ներկայացնում, որը կոչվում է ինքնելի բառահուշումը text area։ Այս մեր text area-ն շատ մեծ տեքստեր գրելու համար նախատեսված տարածք է։ Հիմա տեսեք, ինքը գալիս է սենց, ինքը հնարավորություն ունի մեծանալու, հա, փոքրանալու ու տեքստի կոնտեքստից կախված ինքը հետագայում չի մեծանում, այլ իր մեջ ընկնում է scroll։ Հետագայում, երբ որ ես իր width-ն ու height-ը մեծացնեմ, scroll-ը կորում է, տեքստը սփռվում է ամբողջ իմ text area-ով։ Սա չի ասի շատ կիրառելի է, բայց ամենայն դեպս իմացեք իր մասին ու իր օգտագործման
ընդհանրապես մասին, ինչի համար է ինքը նախատեսված։ Ինքը նախատեսված է մեծ տեքստեր գրելու, պահպանելու ու տարածքներ տեքստերին տրամադրելու համար։ Հաջորդ ատրիբուտը, հաջորդ tag-ը դա մեր button-ն է։ Մեր button-ը sign-in դնենք անունը, ինչ որ ես մեջտեղի հատվածում գրենք, դա լինելու է մեր համար ուրեմն բրաուզերում տեսանելի, հա, մեր բրաուզերում մեր համար տեսանելի է լինելու ու մենք կարանք էլի ընդհանուր իր հետ style-ային CSS-ային աշխատանքներ անենք։ Տեսեք sign-in, ինքը sense կնոպկա է, որը կարա լինի ակտիվ ու կարա լինի ոչ ակտիվ։ Ուրեմն այս մեր button-ը ընդունում է մի քանի type, ժողովուրդ ջան, այս ամեն ինչի մասին ուզում եմ խոսամ։ Ուրեմն type-երից մեկը button-ն է, որը սովորական մեր button-ն է, ու ինքը ակտիվ չի, ինչ-որ գործողություններ չի անում այնքան ժամանակ, մինչև մենք չանցնենք, հա, այդ click-ի գաղափարը, որը որ անցնելու ենք JS-ի վերջում, հա, JS կուրսի վերջում ենք անցնելու, երբ որ մենք իրան click ենք կապում ու ասում ենք, երբ որ button-ի վրա սեղմենք, ինչ տեղի ունենա։ Օրինակ տեսեք ոնց է, չէ, երբ որ Facebook-ում գրում ես քո login password-ը, ու դու button-ի վրա սեղմում ես, գնում է քո Facebook-ի edge։ Տեսեք, այդում է, ինչ-որ միտեղ գնում է ինքը։ Այս ամեն ինչը տրված է իրան, հա, որպես click-ի, հա, click-ի ֆունկցիա իր վրա կախած է այս ամեն ինչը։ Այդ ամեն ինչը մենք կազմակերպելու ենք, բայց ոչ հիմա։ Բայց button-ի type-երից, այս ուրեմն button-ի type-ը, երբ որ button-ը, այս մեր իմացած սովորականն է, ոնց որ type չգրես, այդ նույն բանն է։ Այդ submit-ը նախատեսված է նրա համար, որ երբ որ դու submit ես անում, ինքը reload է լնում, reload է լինում, ու այդ ամեն ինչը տանում է այդ form-ի հավաքած value-ն։ Հա, այս երբ որ բանը button-ը մենք գրում ենք form-ի մեջ, այսինքն form-ից է բաղկացած լինում այս ամեն ինչը։ Տեսեք ինքը բանը, ինչ անունը։ Մի հատ որ sign-in-ը, button-ը, submit-ը։ Սխմում ենք իր տակից լրիվ ուրիշ բան է տեղի ունենում։ Ու մեր button-ը type-երից հաջորդը reset-ն է։ Այս ամեն ինչը ժողովուրդ ջան կատարում են տարբեր աշխատանքներ, հա։ Եթե այդ form-ի մեջի գրած button-ը չունի type, ուրեմն ինքը ավտոմատ ընդունում է submit-ը։ Ու ընդհանուր արդեն մեր button-ին մենք style-երով կարանք շատ հանգիստ գանք, չափեր տանք, ինչ ուզենանք անենք, այդ ամեն ինչը կանենք, ընդհանուր արդեն պարզ է։ Այս input-ների տեսակները մեր text area-ն ու button-ը, ինչի համար են իրանք ընդհանրապես նախատեսված։ Հիմա ավելի խորացված input-ին, թե ուրիշ ինչ ատրիբուտներ ինքը կարա ընդունի։ Ուրեմն, առանձնացնենք այս input, եկեք այսքանը փակենք ընդհանուր։ Այս ամեն ինչը փակենք ու առանձին վերցնենք, քննարկենք այս մեր հարգարժան input-ին, որի type-ը text-ը։ Իրան տալիս ենք placeholder։ Այս մեր placeholder-ը ինչով է տարբերվում։ Երբ որ ես placeholder-ի մեջ գրեմ type your text ու գամ իմ browser, ես կտեսնեմ, որ իմ input-ը ունի մի հատ հուշող ինֆորմացիա։ Placeholder-ը ինֆորմացիա է, հա, input-ի մասին, այսինքն հուշող ինֆորմացիա է, թե այս input-ը քեզանից ինչ է սպասում։ Այս input-ին նայելով ես հասկանում եմ, որ ուզում են, որ այս input-ի մեջ ես գրեմ ինչ-որ մի հատ text։ Եթե ես ստեղ գրեի type your name, հա, այս input-ը կպատմեր նրա մասին, որ ուզում է, հա, այս կայքը ստեղծողը կամ այս input-ը, որտեղ որ ես պետք է օգտագործեմ, ես գրեմ իմ անունը։ Երբ որ ես իրան դնում եմ focus ռեժիմում ու ուզում եմ գրեմ իմ անունը, ինքը կորում է։ Հա, հուշող ինֆորմացիան կորում է։
Ես ջնջում եմ ու հուշող ինֆորմացիան հայտնվում է։ Նույն հաջողությամբ ինքը ժողովուրդ ջան ունի value, հա, ատրիբուտը։ Երբ որ ես գրում եմ value, ստեղ ինքը ուզում է ընդունի սկզբնական արժեք, հա, սկզբնական արժեք, value-ն գրում եմ, օրինակ, չգիտեմ, վաղինակ, օրինակ գրում եմ վաղինակ, չէ, եթե ես գնամ բրաուզերում նայեմ, գրած է լինելու վաղինակ, գնացինք բրաուզեր, հասկանալու այդ ամեն ինչը, սկզբնական արժեք իրան որպես ինքը վերցրել է միշտ վաղինակը։ Այն որ գրում են օրինակ example-ը, չէ՞ լինում, օրինակ օրինակ է լինում, ինչ-որ գրված, այդ example-ի պես ինչ-որ բան է։ Երբ որ ես դնեմ ու ես իր սկզբնական value-ն ջնջեմ, կհայտնվի նորից մեր placeholder-ը, հա, placeholder-ը մեր հիշում ենք input-ի մասին պատմող ինչ-որ հատվածը ու ի տարբերություն սկզբնական value-ի, որը որ արդեն ավելի արտահայտիչ էր մեջը գրված, մեր հարգարժան placeholder-ը գրված է խավար ու մոխրագույն երանգի մեջ։ Այս input-ի մասով, որի type-ը text է։ Այս placeholder-ը բոլորի վրա էլ կիրառելի է հիմնականում, դե բնականաբար number-ի հետ էլ, date-ի, այս date-ի հետ կապվածների հետ այդքան էլ չենք օգտագործում, որը որ իմաստ ունի, հա, checkbox-ը ռադիոն դե բնականաբար placeholder չեն պարունակի, եկեք մի քիչ անդրադառնանք մեր input type-ին, input-ին, որի type-ը date-ը։ Այս մեկը comment-ենք, մնացածը ոնց որ պիտի բացենք ու իր մեջից վերցնենք input date-ը։ Մնացածը իրար հետ ասենք comment-ենք, թող մնան, հենց որ ժամանակավորապես ունենք input type-ը date։ Արդյոք կարանք մենք իրան տանք սկզբնական արժեք, ժողովուրդ ջան։ Այո, մենք իրան կարանք տանք սկզբնական արժեք, նշելով իր մոտ value ատրիբուտը։ Value ատրիբուտը նշելով մենք տալիս ենք ֆորմատը հետևյալ ձև։ Գրում ենք տարին, ասենք 2023, գրում ենք ամիսը, տարին, ամիսը ու օրը։ Հիմա գնանք հասկանանք, բայց այս ամեն ինչը ոչ թե պռաբելներով է գրվելու, ինչքան հիշում եմ, գրվելու է գծիկներով։ Եթե պռաբելներով գրվեր, ֆորմատը դժվար հասկանա։ Կամ պռաբելներով էր, կամ գծիկներով։ Չընդունես նախնական, ուրեմն այս պռաբելների փոխարեն պիտի լինի գծիկներ։ Այսենց, եթե գրենք մենք իր արժեքը, տեսեք, բերեց։ Հոկտեմբերի 11-ը 2023 թիվ։ Եղել է չորեքշաբթի օր։ Չգիտեմ, 25-ը ինչ է, բայց հոկտեմբերի 11-ը, ուրեմն բերեց ամիսը, ամիսը, օրը ու տարին, ամիսը, օրը, տարին ֆորմատով, բայց մենք իրան տվել էինք, տես օրը, ամիսը, տարին, հակառակ ֆորմատով ենք տվել, բայց ինքը տանում է, հա, ամիսը դնում է ամենասկզբում, հոկտեմբերը բնականաբար մեր 10-րդ ամիսն է։ Հիմա, այս ներքևում մենք գրում ենք text area, ճիշտ է։ Name ID, հելը որ պետք չի մեզ։ Մենք տալիս ենք text area-ին, սկզբնական արժեք, նորից դա մեր value-ն է։ Value չի վերցնում ու որպես սկզբնական իր արժեք, մենք գրում ենք այս երկուսի մեջտեղում։ Lorem ipsum։
Հիմա որ գնանք Այս իր սկզբնական արժեքն է, ինչը որ իր մեջ գրել ենք։ Եթե ուզում ենք ինչ-որ մի բան ավելացնենք, հանգիստ ստեղ գրում ենք, ու այդ ամեն ինչը ինքը վերցնում է իր մեջ։ Մեր text area-ն ունի նույնպես placeholder։ Type your long text։ Երբ որ ես կամ, ինչ որ իր սկզբնական value ջնջեմ, աշխատեց։ Ուրեմն իր մեջ բան չպիտի լինի գրված, որ ինքը աշխատի, որովհետև ինքը հաստատ ունի այդ ատրիբուտը։ Իսկ սենց հրաշ։ Text area-ն placeholder-ում։ Այս չի աշխատում։ Կաղա պրաբել էր մնացը մեջտեղը դրա համար։ Ես դու ինչ կասես հետք ես պրակենք։ Դե, այսի ուրիշ բան։ Տեսակ ես էլ իրա placeholder-ն է, հա? Text area-ին թողենք հանգիստ, անդրադառնանք մեր input-ին, որի text-ը, type-ը text էր, բացում ենք իրա։ Ուրեմն ժողովուրդ ջան, բացի այն, որ մեր input-ները ունեն placeholder ու value, իրանք ունեն նաև name atribute-ը։ Name atribute-ով մենք տալիս ենք, օրինակ, չգիտեմ, first name, հա? First name։ Այս ամեն ինչը input-ների համար շատ կարևորագույն հատկություն ունեն։ Երբ որ մենք տալիս ենք իրան օգտագործում ենք name-ը, input-ի համար name-ը համարվում է, տեսեք, իր համար հատուկ այտենց բանալի բառ, որի միջոցով մենք կարողանալու ենք հետագայում համ input-ի հետ կապված CSS աշխատանքներ անենք, այսինքն style get CSS ֆայլում մենք կարողանում ենք input-ի հետ աշխատանքներ անենք այդ մասով։ Ու բացի հետ էլ հետագայում իր value-ն վերցնելու ու տեղափոխելու հետ կապված, ինքը հետագայի հետ կապված շատ մեծ կիրառություն է ունենալու։ Այս name-ի ու իր style-ային աշխատանքների հետ կանդրադառնանք, հիմա մի հատ անդրադարձ ռադիոյին ոնց ենք անում, որ ռադիոյի արժեքները տարբեր լինեին։ Ոնց ասեցինք մեր բանով, հա, եկեք մի հատ ցուցակի մաս գրենք, մի հատ չհամակարգված ցուցակ, որտեղ իր ամեն մի հատ լի մեջ, հա, կամ մի հատ input, այսպես, input-ը, input-ի type-ը, radio։ Input-ի type-ը radio-յա, ու ստեղ արդեն լի մեջ, input-ի հետ կապ չունի էսի, գրում ենք mandarin, ասենք, չգիտեմ, հաջորդ լին ենք անելու, որը գրում ենք նարինջ, և հաջորդը գրում ենք բանան։ Ունենք մի հատ
ցուցակ, որտեղ բերում է, հա, ամեն մեկը։ Ուրեմն, նշում ենք մանդարին, նարինջ, բանան, բայց ես ուզում եմ մի հատը նշեմ։ Այս ամեն ինչը կարգավորելու համար ժողովուրդ ջան, գոյություն ունի միակ տարբերակ, որտեղ որ մեր input-ը գալիս է ու ընդունում է name ատրիբուտը, շատ կարևորագույն name ատրիբուտը։ Ու այս name ատրիբուտը, եթե մենք բոլոր ռադիոներին, հա, type-ային input-ներին, որոնց type-ը ռադիո է, տալիս ենք նույնը, այսինքն բոլորին տանք միրգ անունը, հա, ինքը արդեն ընդունելու է այդ բանը, հա, name-ը, բոլորի name-ը ու կարևորագույն մի հատ գաղափար, որ ստեղ երբ որ մենք փոխում ենք ռադիոյի արժեքը, ինքը հասկանում է, որ edge-ը reload է եղել, իրան խաբում ենք, երբ որ ես սխվում եմ բանանի վրա, ինքը մտածում է, որ այս edge-ը մի անգամ սենց reload է եղել, ամեն անգամ, երբ որ ես սխվում եմ մանդարին, ինքը մտածում է, որ այս edge-ը reload է եղել ու արդեն ես կարող եմ մանդարինը մենակով քշել, այսինքն ինքը միակ տարբերակը, որ ես կարողանամ մի քանի ռադիոների դեպքում ընտրեմ մենակ մեկը ու կարողանամ այդ արժեքը տեղափոխեմ, միակ տարբերակը, որ իմ input-ին, որի type-ը ռադիո է, տալիս եմ name բոլոր այն ռադիոներին, որոնց հետ ուզում եմ այդ աշխատանքը կատարեմ, հա, տալիս եմ name ու բոլորի name-ը տարբեր է, բոլորի name-ը նույնն է, ներողություն, բոլորը պետք է ունենան նույն name-ը, այս պարագայում մեր բոլոր input-ները ունեցան նույն միրգ անվանումը, դրա համար ես կարող եմ, եթե ես մեկին ստեղ ուրիշ անուն տամ, սենց, այս մյուսին տամ ուրիշ name, սա չի լինելու, չի աշխատելու իմ մոտ, տեսակ, այն պարագայում, երբ որ ես տալիս եմ բոլորի name-ը նույն անունը, այս պարագայում նոր, հա, բերում է ու աշխատացնում է, այն սկզբունքով, որի որ մենք մեր առաջ դրել ենք այդ ամեն ինչը։ Այս էլ ռադիոյի մասով, դե checkbox-ը արդեն պարզ է, բոլորիս հայտնի, հիմա եկեք մի հատ էլ առանձնացնենք, հա, բանը, select-ը, թե իրանից ընդհանրապես ինչա ներկայացնում այդ մեր հարգարժան select-ը։ Select-ի մասով հասկացանք, որ սազդայց account ենք տալիս, տեղ բերում էր, Facebook-ի մեջից էլ, որ ինքը տարբերակներ է բերում ու ընտրում ենք, հա, այստեղ տեղ չուներ բացվելու, դրա համար դեպի վերև է բացվում, ու սենց տալիս ենք արժեքները, ուրեմն սա ոնց ենք կազմակերպում, եկեք սա էլ comment ենք, սենց թող մնա, ու գրում ենք ստեղ արդեն, հա, գալիս ենք մի հատ div-ի մեջ, գրում ենք, հա, h1-ով, ընտրեք ցուցակից ու ունենում ենք մի հատ ցուցակ, մեր հարգարժան, ուրեմն div-ի ներսում, բայց h1-ից ներքև, գալիս ենք ունենում ենք մի հատ select, tag-ն ենք ունենում, select-ը բացվում փակվում է, ուրեմն ինչա ինքը իրանից ներկայացնում, եկեք գնանք մի հատ հասկանանք, հա, ինչ եղավ, ուրեմն ընտրեք ցուցակից, ու մեր ցուցակը սենց բերել է փոքրիկ, քանի դեռ ես իրա մեջ չեմ գրել ինչ-որ մի հատ բան, ինքը չի գրելու, select-ի յուրաքանչյուր էլեմենտ, ժողովուրդ ջան, գրվում է option-ի մեջ, option, ուրեմն այս մեր option-ի մեջ ես գրում եմ, հա, January, մի 4 հատ բան ենք գրում ու վերջ, February, March ու April, սա մի հատ ցուցակ է, ընտրեք ամիսը, խոսում է իր մասին, որ ինքը մեզ հնարավորություն է տալիս ընտրելու ամիսը, ու առաջինը երևալու է January-ն,
Հա, որպես default բանը, արժեք ինքը ընդունում է առաջինը։ Ժամանակ, երբ որ բացում եմ, տեսեք February, March, April։ Սիրուն ցուցակը ինքը բացվում է։ Պարզել ես մասով, երեխեք ջան, այսքանը։ Երեխեք, հարցեր ունենք։ Ուրեմն այս option բաների հետ, Ժողովուրդ ջան, select-ների հետ կապված գոյություն ունի մի հատ գաղափար, որը կոչվում է option group։ Եթե ես ցանկանում եմ, որ մի քանի կատեգորիա իր տակից բացվի, հա, լինի, չգիտեմ, ինչ-որ տնտեսական ապրանքներ, լինի, չգիտեմ, կաթնամթերք ու տենց բաներ, այդ ամեն ինչը կարգավորելու համար մեզ օգնություն է գալիս մեր option group-ը։ Option group-ը ընդհանրապես ինչպես է գրվում։ Սրան էլ կանրադառնանք ու այսքանով կսահմանափակվենք այսօր, մնացածի մասին կխոսենք հաջորդ դասին, եկել absolute ու z index-ը կանցնենք հաջորդ դասին։ Ուրեմն ոնց ենք այդ ամեն ինչը լինում, որ դա լինի ենթամենյուներով, հա, այդ ամեն ինչը կազմակերպվի ենթամենյուներով։ Ուրեմն գրում ենք select նորից Այս բացվող փակվող select-ի մեջ ես գրում եմ option group, opt group, option group-ը կարդացում։ Նոր այս option group-ի մեջ գրում եմ option-ներով, հա, չգիտեմ, ավել, ու եկեք սենց անեմ, հա, ավելներ։ Option group-ի մեջ, եթե ես գրեմ label, այս label-ով գրում եմ տնտեսական։ Հիմա մի հատ էլ ստեղ բերում եմ select-ի մեջ, ուրիշ option group եմ դնում, ու այս option group-ի label-ը դնում եմ, ասենք, չգիտեմ, կաթնամթերք, հա, կաթնամթերք։ Ու ստեղ է դնում ենք կաթ, չգիտեմ, պանիր, կաթ, կարակ, լավ, չգիտեմ, չեմ մի բան դնում ենք, տվարոք։ Հիմա որ գանք իմ select-ին նայենք, ինքը լինելու է ենթաբեռնագրերով։ Տնտեսական ապրանքն է իր տնտեսականով, կաթնամթերքն է իր կաթնամթերքի բաժիններով, հա։ Այս ենթաբեռնագրային հատվածը ժողովուրդ ջան կազմակերպում է մեր մոտ option group-ը, հա, option group-ն է, որ այդ ամեն ինչը կազմակերպում է ու ինքը սիրուն համակարգում է այդ ամեն ինչը։ Իսկ թե ժողովուրդ ջան, ընդհանրապես, հա, input-ի name-ի միջոցով input-ին հետ style-ային CSS աշխատանքներ ոնց ենք անում, այդ ամեն ինչի հետ կապված, հետագայում արդեն input-ների հետ աշխատանքներ, հա, style-ային, այդ ամեն ինչը կանենք հաջորդ դասին, լավ չի, որ չհասցրեցինք, որտեղ տնայինը կարող է ինչ-որ առումով դրան վերաբերվի, բայց ես ուզում եմ, որ այդ flex-ների հետ կապված տնայինը բոլորդ անեք ու ուղարկեք անպայման։ Նախորդ դասի տնայինը անում եք մինչև չորեքշաբթի օրը ուղարկում եք, մինչև հաջորդ դասին, input-ները մեկ էլ ձեր համար կգրեք, բոլոր input-ները այս redactor-ի մեջ սիրուն կգրեք, նորից կփորձեք, վիդեո դասը անպայման կնայեք, հաջորդ դասին մենք իրանց հետ անելու ենք style-ային աշխատանքներ, անելու ենք focus-ի հետ կապված աշխատանքներ, ու այդ ամեն ինչը սիրուն, հա, նոր արդեն տնային առաջադրանքը ես իրանց հետ կապված կուղարկեմ, որ ամբողջական լինի ու դուք էլ հասկանաք, թե ընդհանրապես ինչա տեղի ունենում։ Input-ներին border-ներ կտանք, սիրուն style-եր կանենք ու այդ ամեն ինչը կկազմակերպենք։ Լավ։ Մանե ջան, դուք Մանեն ու Էրիկը, դե Վրեժն էլ ասում է, որ գրել է, հավատում եմ գրած կլինի,
Դուք երեխեք ջան կազմակերպում եք այդ ամեն ինչը դիվերով, ճիշտ ստրուկտուրա գծելով այդ ամեն ինչը կանեք, ձեր այսինքն կոդերը կմաքրեք ավելորդ կոդերից, մենք կլասը, որը որ տարբեր տեղեր կրկնվում է, կսարքեք մի կլաս, այդ ամեն ինչը կներդնեք, մնացածը երեխեք ջան, ովքեր որ չէին արել, 0-ից տնայինը անում են, ուղարկում են։ Լավ։ Իսկ այսօրվա դասի հետ կապված այս ամեն ինչը որ արել ենք, վիդեո դասը անպայման նայում եք ու ձեր մոտ նորից փորձում եք ինպուտները, հա, իրանց թայփերով, այս բոլոր թայփերը ընդհանուր փորձում եք, տեքստարեա բաթնը իր թայփերով, ուրեմն այնտեղ ռադիոն ոնց է աշխատում, ինչ էինք տալիս, հա, նեյմն ենք նույնը տալիս, հարցեր եմ տալու հաջորդ դասի սկզբին վիդեոից, հետո նոր անցնելու ենք առաջ, հետո մեկ էլ սելեկտներից, այս սելեկտներից էլ է հարցեր լինելու անպայման, վերջ, այսօրվա համար այսքանը, դուք իրար հետ հավաքված եք, երեխեք ջան, մի հատ ընդհանուր քննարկում ունեցեք, տեսեք ու մոտ ինչ բացեր կա, հասկացեք իրար ինչով կարաք օգնեք, Լուսինեն շատ ճիշտ խորհուրդ է ձեզ տվել, բացեք ընդհանուր ներքին, հա, այդ շփման ինչ որ չար, այդ դրա մեջ սիրուն իրար հետ կապ ունեցեք, իրար հետ ընդհանուր կապ ունեցեք ու անպայման այդ տնայինների քննարկումները արեք, որ բոլորդ պատրաստի, ես չեմ ասում մեկը մյուսիցը արտագրեք, հա, դա ամենասխալն է, դա առաջի հերթին ինքներդ կխաբեք ու երկրորդ հերթին ես հաստատ կիմանամ, ով ումից է արտագրել կոդերի նմանությունով։ Սրանից հետո տնային առաջադրանքները կուղարկեք zip ֆայլերի միջոցով, zip ֆայլերը ովքեր չգիտեն սարքելը, թե ոնց են անում, իմանում են այն մարդուց, ով որ գիտի, եթե չգիտի ոչ մեկ, գրում եք ինտերնետով ինչպես սարքել ֆայլը zip ու հետագայում ձեր ընդհանուր պապկեն կոդերի հետ միասին սարքում եք zip ֆայլ և ուղարկում եք ինձ classroom-ով առաջադրանքին որպես տնային առաջադրանքի պատասխան։ Լավ։ Դե հա, բնականաբար, լսնի ջան, ունեց որ ձեզ էլ հարմար լինի։ Բայց իրանց առանցին աշխատանքներն էլ է, էլի պետք որ իրանք իրանց տանն էլ առանցին աշխատեն։ Ապրելու դեպքում կկարողանան, չկարողանալու բան չկա։ Հիմա որ Լուսինեն ուզի,
Հիմա որ երեխեք ջան Լուսինեն ուզի, կարա այդ ռեդակտորը բացի, այս կոդերը այսօրվա տնայինով բանով գրի ու ուղարկի։ Հավատացեք կանի այդ ամեն ինչը։ Հա, ըհը, ըհը։ Երեխեք ջան տնայինները շատ կարևոր է, արեք։ Դասերը Լուսինե ջան անպայման հետևեք, որ դասերը լսեն, հա, դասերը լսելով փորձեն անեն։ Մի հատ լրիվ ամբողջությամբ լսեն, մի հատ էլ համ լսեն, համ անեն, դա շատ կարևոր է։ Հասկան։ Այո, հենց որ սրանից հետևություն, որ բոլորն էլ կարող են։ Տնային աշխատանքները, սիրելիներս, ուղարկեք, մինչև չորեքշաբթի օրը, չորեքշաբթի օրը կհանդիպենք ինպուտի հետ կապված տնային աշխատանքներ չեմ տալիս այսօր, որպեսզի հասցնեք նախորդ տնային աշխատանքները ուղարկեք։ Ինպուտի հետ սկալային աշխատանքները կանենք կվերջացնենք, նոր կստանաք նոր առաջադրանքներ։ Всё, այսօրվա համար այսքանը, դուք կարաք գնաք հանգստանաք, ես էլ գնամ հաջորդ դասի։ Հա, շատ լավ ա, ճիշտ են արել։ Այդ ամենը շատ լավ ա, ապրեք, ապրեք դե մինչ չորեքշաբթի։ Այդքան մանա ջան, պակա։